Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում լարվածությունը հասել է ճակատագրական գագաթնակետին, իրադարձությունները դառնում են անսպասելի, հուզական ու սուր, եւ այս անգամ պատմության կենտրոնում նոր դրամա է, լի բացահայտումներով ու ցնցող պահերով։ Աննան, ընկնելով ծանր հոգեբանական վիճակի մեջ, օգնության կարիք ունի։ Նա չի կարողանում հավատալ, որ իր տարիներով սրտին փակած գաղտնիքներն ու խաբված ճակատագիրը նորից վեր են հառնում, սպառնալով խլել ամենաթանկը։ Եվ հենց այս պահին Անգելինան հայտնվում է նրա կողքին, խիզախ, սկզբունքային ու սրտացավ։ Նա հասկանում է, որ Աննան ոչ մի բանում մեղավոր չէ, քանի որ Աննան ամեն ինչ պատմում է Անգելինային, պատմում, թե ինչպես էր Սոսը եկել իր տուն ու պահանջում, որ միասին հեռանան երկրից ու ստիպողաբար բնականաբար համբուրում է։ Եվ այդ համբույրը ոչ մի բան չէր նշանակում, այլ ընդամենը սխալ ընկալված տեսարան էր։ Անգելինան գիտակցում է, այժմ Աննայի կյանքում ամենակարևորը Հենրիի վերադարձն է։ Նա համոզում է, պահանջում է, նույնիսկ ստիպում է, որ Հենրին գա Աննայի տուն։ Համոզելով, ինչպես արդեն հեռուստադիտողներին պարզ է, Հենրին գալիս է։ Լարվածությունն աննկարագրելի է, խոսքերը դառնում են մեղադրանքներ, եւ բորբոքված վիճակը թեժանում է վայրկյան առ վայրկյան։ Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ է պատասխանելու Հենրին, եւ հենց ամենաթեժ պահին նա վիրավորված, շփոթված ու լի հակասություններով դիմում է Անգելինային, հնչեցնելով ճակատագրական բառերը. «Դու մորդ ես պաշտպանում»։ Այդ բառերը կարծես շանթահարում են ամեն ինչ։ Լռություն, շոկ, Աննան քարանում է։ Անգելինան ուղղակի չի հավատում իր ականջներին, սիրտն արագ է բաբախում։ Նա գիտի ճշմարտությունը, գիտի, որ հենց ինքը Անգելինան է Աննայի դուստրը, բայց Հենրին դեռ չի էլ պատկերացնում, թե ինչպիսի պայթյուն է լինելու, երբ ամեն ինչ բացահայտվի։ Աննան ու Անգելինան կանգնած են կյանքի ամենածանր խաչմերուկում, մայր ու դուստր, մեծացած, բաժանված, ապրած առանց միմյանց, բայց կապված անքակտելի թելով, ճակատագրով։ Հարցը հիմա մեկն է. ինչպես կդիմանա Հենրին, երբ հասկանա, հենց ինքն է եղել նրանց ամենամեծ պատնեշն ու ցավը։ Սպասվում են նոր բացահայտումներ, նոր բախումներ ու մեծ հաշվեհարդարներ, ճշմարտությունն այլևս չի կարող մնալ ստվերում, եւ այս պատմության ամենաբուռն պահերը դեռ առջևում են։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հաջորդ սերիային, տեսնելու, թե արդյոք Աննան վերջապես հասկացավ, որ Անգելինան իր դուստրն է, որ այսքան տարիներ հենց իր երեխային է փնտրել, որ այսքան տարի Աննան ուղղակի ապրել է իրեն տանջելով, որ իր հարազատ երեխան մահացել է, բայց այդքան մոտ է եղել։ Հենրին պետք է խոստովանի, ու Աննան այլևս չպետք է ների ոչ ոքի։ Հեռուստադիտողներն էլ են կարծում, որ Աննան պիտի Միքայելից խլի իր երեխաներին ու այլևս թույլ չտա, որպեսզի նրանք հանդիպեն, քանի որ Միքայելի բոլոր քայլերը Աննային տանջելու համար են, եւ Միքայելը խոստացել է Աննային, որ նա ապրելու է, բայց տանջանքներով։ Միքայելը խոստացել է, որ Աննայի կյանքն իսկական դժոխք է սարքելու, բայց արդեն սարքել է, պետք չէր խոստանալ, քանի որ 25 տարի առաջ նա Աննայից խլել է ամենաթանկը՝ իր երեխային, ու տվել ուրիշ ընտանիքի, որ պահեն ու մեծացնեն։ Իհարկե, Ավագն ու Վիկտորիան վատ չեն պահել ու մեծացրել, տվել են անհրաժեշտ սերն ու ջերմությունը, բայց արդյոք նրանք կարող էին փոխարինել Անգելինայի կենսաբանական ծնողներին։ Ամենաթեժ սերիաներն են դեռ առջևում։ Ինչպես է Հենրին դուրս գալու այս ամենի տակից։ Արդյոք նոր ստեր է հորինելու, թե կարողանալու է բացահայտել վերջապես ճշմարտությունն ու թոթափել մեղքի զգացումը։ Ինչպես է վարվելու Աննան Հենրիի հետ, եթե իմանա, որ Հենրին իմացել է այդ ճշմարտությունն ու իրենից թաքցրել է։ Ինչ է կատարվելու այդ ընթացքում, ինչպես են կերպարները փոփոխության ենթարկվելու։ Եվ վերջապես, Անգելինան ևս արդյոք կհասկանա, որ Սոսի պահվածքի, ավագի վատանալու պատճառը հենց այն էր, որ ավագը շատ լավ հասկացավ, որ Սոսի ու Աննայի համատեղ երեխան, ում խլել է Միքայելը, հենց Անգելինան է, ում պահել ու մեծացրել է ինքն ու կինը։
Շատ հարցեր ստանալու են իրենց պատասխանները շատ շուտով, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը տեղեկանալու և հենց հիմա բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, որպեսզի ստանաք նորություններն առաջինը և իհարկե գրեք ձեր կարծիքներն, արդյոք Հենրին վերջապես բացահայտելու է ճշմարտությունն ու ասելու է, որ նրանք մայր ու դուստր են, թե նոր սուտ է հորինելու, գրեք արդյոք ինչպես է վերաբերվելու Աննան Միքայելին, Հենրիին ու Հենդոյին, կկարողանա նա ներել Հենրիին, բնականաբար Միքայելին ու Հենդոյին չի կարողանա ներել, բայց չէ որ Հենրիին մեծացրել է հարազատ որդու նման և հիմա երբ Հենրին իրեն տարօրինակ է պահում Աննայի հանդեպ, կարծեք թե կանգնած է Աննան չներելու առաջ, և Բետին հավանաբար այն միակ խելամիտ մարդն է այդ տանը, որ նրանց սատանաներ է անվանում, և արդյոք իսկապես բացահայտվելու են այս ճշմարտությունները ու շախոնցների ընտանիքը կանգնելու է արդարադատության առաջ։ Ամենաթեժ ու հետաքրքիր սերիաներն են դեռ առջևում, Դիանա Գրիգորյանն էլ հետաքրքիր փակագծեր է բացել, եթե ցանկանում եք տեսնել, թե ինչ է պատմել նա հեռուստասերիալի մասին, ապա դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, թեժ է լինելու, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։